Հիշում եք դեկտեմբերի 18-ին Նիկոլի զոմբիները հարձակվել էին Մայր Սուրբ Բաթոր Էջմիածին, պատարակ պղծելու, Էջմիածինը պղծելու, ու այնտեղ նաև աչքի ընկավ մի մարդ, Վրեժ Դուրգարյանը, որը օպերայի թատրոնի փոխտնօրենն է, Կարեն Դուրգարյանի տնօրենի եղբայրը։ Լսենք, թե ինչպես է Կարեն Դուրգարյանը արդարացնում իր եղբորը։ Եվ իմ եղբայրը փորձել է բարձրանալ, որպեսզի գոնե մի քիչ կարողանա օդափոխվի։ Օդափոխության էր եկել։ Ուրեմն 95-ից 2000 թվականը ես սովորում էի Տիգրան Լևոնյանի արվեստանոցում, օպերային թատրոնի ռեժիսոր որպես։ 5 տարի ես օպերային թատրոնում եմ եղել, տեսնեմ թե ինչպես է Տիգրան Լևոնյանը պայացի բեմադրում, Կարմեն եւ այլն։ Ու այդ ժամանակ չգիտեմ ինչու Տիգրան Լևոնյանը որոշում է ֆիլմ նկարել։ Մեծապատիվ մուրացկաները։ Ֆիլմ, որտեղ այդ օրվա իշխանությունը, նախարարությունը փող է մուրում մեծահարուստից։ Այն ժամանակ մշակույթի նախարարությունը դեմ էր, որպես այդ ֆիլմը նկարվի, ամեն ձև ասում էին պետք չի որ նկարես, բայց վերջի վերջո Տիգրան Լևոնյանը ավարտին հասցրեց այդ ֆիլմը։ Էկոնոմիկայի բաժին, առողջապահության բաժին, մշակույթի բաժին, հասարակած տան տնօրեն, ռեկետ, արդարադատության բաժին։ Սա էլ մեր գաղտնի գործակալն է։ Բարի եկեք։ Մի խոսքով ֆիլմ նրա մասին, թե ոնց են նախարարները փող մուրում, փողի մեռած են։ Մշակույթի նախարարությունը շատ դժգոհ էր, որ այս ֆիլմը նկարել են, ու Տիգրան Լևոնյանին օպերայի գեղարվեստական ղեկավար լինելուց ազատեցին գործից։ Ու այս ժամանակ ասում եմ, դե ինչին էր պետք գնաց այդ ֆիլմը նկարեց, իր համար նորմալ օպերաներ էր բեմադրում։ Ու հիմա այսքան տարի անցնելով, տեսնելով մեր մշակույթի նախարարությունը, որ իրանց միջև այժմ էլ պետք չեն Տիգրան Լևոնյանի պես մարդիկ։ Իրանց պետք են հավատարիմ շնիկներ, որ կատարում են իրենց տնային աշխատանքները։ Ու վերջի վերջո, ես հիմա ուզում եմ հիշեմ ինչի մասն էր այդ ֆիլմը, որ Տիգրան Լևոնյանը գնաց այդ զոհաբերության, այս ֆիլմը նկարեց ու գործից ազատվեց։ Ֆիլմը նրա մասին էր, որ Աստծո կողմից ուղարկվում է մարդ, որը հայ ազգին բերում է 10 պատվիրաններ, բայց ժողովրդին պետք չի լինում այդ 10 պատվիրաններն։ Ասում է դու մեզ փող տու, փող, ոչ թե 10 պատվիրաններ։ Ու հարցակվում են այս մարդու վրա, որ հոշոտեն։ Բայց մարդն ասում ախպեր ջան, այս 10 պատվիրանները հայ ազգին շատ մեծ փորձություններից է փրկել, հիմա էլ կփրկի։ Ու այդպես ֆիլմը վերջանում է։ Ու համեմատելով այս օպերայի տնօրենին ու այս օպերայի գեղարվեստական ղեկավարին, ես տեսնում եմ, թե ինչ սարուձորու տարբերություն է։ Միտեղ մեծապատիվ մուրացկան, միտեղ Աստծո կողմից ուղարկված մարդ։